Դե ինչ վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես վարքյաններ առաջ իմ գործընկեր Հայկը խոստացել էր, այսօր խոսելու ենք սիրո, խնամքի եւ այս ամենը իրականացնելու առանց վերահսկման, թե ինչպես կարող ենք մեզ սահմաններ դնել կամ սահմաններից դուրս սիրել առանց վերահսկելու, կիմանանք հենց հիմա մեր հոգեբան հյուրից, մեր տաղավարում է հոգեբան Լիլիթ Վարդանյանը։ Ողջույն Լիլիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս շատ գեղեցիկ ու կարեւոր ամանորին ընթառաջ նաեւ խորհրդանշական թեմաներից մեկի մասին զրուցելու սեր, խնամք եւ միաժամանակ վերահսկողություն։ Ինչպես առանձնացնել այս երկուսը, առաջին հերթին սերն ու խնամքը եւ ինչպես այս ամենից դուրս պահել վերահսկողության նոտաները։ Շնորհակալություն հարցի համար, սեր եւ խնամքը զուգահեռ են գնում, ճիշտ նկատեցիք, եւ կա վստահություն, հոգատարություն, երբ հոգ ենք տանում դիմացինի մասին, բայց չենք կառավարում նրա քայլը, կյանքը, որոշումները, այսինքն մասնակցություն ունենք դիմացինի կյանքում այնքանով, որ հետաքրքրված ենք, տեղյակ ենք, բայց չկա հսկում, այսինքն մենք չենք ասում նա կյանքում ինչ քայլեր անի, ինչ որոշումներ, այսպիսի սերը աջակցող է, հոգատար է, ոչ վերահսկող։ Իսկ հոգեբանական տեսանկյունից սիրելը եւ սիրվելը ամենակարևորագույն պահանջմունքներից են, առանց որի մարդու կյանքը լիարժեք չի կարող լինել։ Այո, իսկապես առանց սիրո, նույնիսկ հոգատարության կյանքը լիարժեք չէ, բայց երբ այս ամենը վերածվում է վերահսկողության, ինչ է տեղի ունենում դիմացինի մոտ, երբ նա գտնվում է ոչ թե հոգատարության մեջ, այլ վերահսկողության ինչ-որ տարօրինակ սահմանափակումների։ Այո, ճիշտ եք, քանի որ այդպիսի արտահայտություններ մենք կարող ենք լսել, որ ես չեմ վերահսկում, ես խնամում եմ, կամ ծնողների պարագայում ես մտածում եմ իմ բալիկի երեխայի անվտանգության մասին, բայց եկեք վերջից գանք, ինչ է նշանակում վերահսկում։ Ընդհանրապես, սովորաբար մարդիկ երբ վերահսկում են, այստեղ կա վախ, որի հիմքում կա մերժված լինելու, չտեսնված լինելու, կորցնելու վախ, եւ երբ այսպիսի մարդիկ մտնում են հարաբերություն, կին-տղամարդ կամ դառնում են ծնող, ունենում են երեխա, այնպիսի թյուր կարծիք կա իրենց մոտ, ինչքան շատ վերահսկեմ, այդքան հարաբերությունները երկար կպահպանվի։ Բայց իրականում հակառակ էֆեկտն է, արդյունքն է լինում եւ հարաբերությունները բնականաբար կարող է եւ երկար չպահպանվի վերահսկման դեպքում։ Օրինակ բերեմ, ծնողի պարագայում, երբ շատ է վերահսկում երեխային, կարծես թե ուզում է կապ հաստատի, ամեն ինչից տեղյակ լինի, կարծես թե, եւ ընտրում է երեխայի համար ընկերներ, հետաքրքրություններ, զբաղմունք, որ ամեն ինչից տեղյակ լինի, բայց երեխային ինքնինստինքտյան հեռացնում է իրենից եւ ինչ է ստացվում, երեխան չի կարողանում առողջ հարաբերություններ ստեղծի հետագայում դառնալով մեծահասակ աշխարհի հետ։ Ու այստեղ երեխան կարող է արդեն մեծահասակ դառնալով այնպիսի զուգընկեր ընտրել, ով կշարունակի այդ վերահսկողությունը։ Այսպիսի պարադոքսալ բան, մի կողմից փախնում է դրանից, մյուս կողմից ընկնում է մեջը։ Եթե այդպիսի միջավայրում է մեծացել երեխան, երբ նրան անընդհատ փորձել են վերահսկել, կարգ ու կանոնի մեջ պահել, ճակերտավոր ասած եւ այդ ամենը փաթեթավորել սիրո, հոգատարության այդ տուփի մեջ, հետագայում ինչպես կարող է այդ ամենից ազատվել, ձերբազատվել եւ նույն վարքագիծը չդրսևորել թե հարաբերություններում, սովորական կին-տղամարդու, թե որպես ծնող երեխաների հետ։ Այո, շատ կարևոր հարց եք տալիս, բայց պարտադիր չէ, որ այդ վարքային պատեռնը սովորությունը կրկնվի, այո, կարող է, բայց այստեղ շատ կարևոր բան կուզեմ ասել, որ վստահել, որովհետև վստահությունը շատ կարևոր է, մենք չենք կարող լինել ամենուր եւ ամեն ինչ վերահսկել։ Նույնիսկ բժշկի գնալուց, չէ, երբ որ մարդը վստահում է մասնագետին, արդեն գործի կեսն արված է։ Ուղղակի սովորել, թույլ տալ, վստահել եւ աշխարհին եւ ինքներս մեզ եւ դրա մասին անպայման զգացողությունների մասին խոսել, եթե հարցնում եք զուգընկերոջ, ուրեմն զուգընկերոջ հետ, այսինքն այստեղ ում վերահսկում են ունենում է մեղքի զգացողություն, միգուցե մի բան այն չեմ անում, որ ինձ վերահսկում են, կամ այնպես չեմ մտածում, հասկանա ոչ թե իր խնդիրն է, այլ դիմացինն էլ է հասկանում, որ խնդիր է, եւ սա երբեմն կարող է նույնիսկ մտերմացնել։
Իսկապես շատ կարևոր հիմք է փոխհարաբերությունների համար, երբ ծնողները գիտակցում են, որ երկուսն էլ կամ նրանցից մեկը ավելի շատ վերահսկող է, քան իսկապես հոգատարություն է դրսևորում երեխաների նկատմամբ, ինչպես աջակցել մյուս կողմից, ինչպես ստանալ այդ աջակցությունը, որ քայլերից պետք է սկսել, որպեսզի այս խնդիրը ճակերտավոր կարողանան լուծել հենց ընտանիքի ներսում։ Այո, քանի որ ընտանիքը բոլոր կողմերը պետք է ներգրաված լինեն, ճիշտ եք ասում, կարճ միտք կուզեմ այստեղ ասել։ Խնամքը հարցնում եւ լսում է։ Իսկ պարտադրանքը վերահսկումը թելադրում։ Եթե կա ընտրության ազատություն, այստեղ մենք խոսում ենք խնամքի մասին։ Եթե կա պարտադրանք սահմանափակում, այստեղ մենք խոսում ենք վերահսկման մասին։ Եվ վերահսկման դեպքում սեփական ցանկությունները, զգացողությունները դառնում են կարևոր, այսպիսի արտահայտություն կա։ Եթե պայման կա, եթե դու անես իմ ասածով, ես կլինեմ քո կողքին։ Եվ այսինքն դիմացինի զգացողությունները երկրորդային պլան են գնում, երբեմն սեփական զգացողությունը դառնում է միակը։ Հենց այստեղ այս պայմանները հաշվի առնելով կարելի է հասկանալ, որ կա վերահսկում։ Իսկ երբ խնամք է, դիմացինը լսված է, տեսնված է։ Հաջորդը նաև փոխհարաբերություններում ընտանիքից դուրս նաև ընկերների հետ են ունենում եւ գուցե շատերի շրջապատում կլինեն մարդիկ, որոնք ծայրաստիճան հոգատար են։ Որտեղից է գալիս այս բնավորության գիծը, գուցե մանկական որևէ խնդիրներ են չլուծված ու չհաղթահարված, չեմ ուզում ասել տրավմաներ, որովհետեւ հիմա ամեն ինչին կարծես հենց այդ բնորոշումն ենք տալիս, բայց յուրաքանչյուր խնդիր ու հարց էլ կարելի է լուծել, եթե խոսում են։ Ինչպես խոսել, քննարկել այս ամենը ընկերների հետ, եթե այդ հոգատարությունը չափից դուրս հոգատարությունը մեզ նյարդայնացնում է եւ նրանք մնում են ոչ թե ընկերներ, այլ դառնում են երկրորդ մայր կարծես ընկերոջ համար։ Այո, դա էլ մյուս բևեռն է, այսինքն մի դեպքում պատճառը նույնն է, ինչպես ես նշեցի, կորցնելու վախ, չտեսնված լինելու հիմքում վախն է, ամեն դեպքում։ Արտահայտումը մյուս տարբեր բևեռներով կարող է լինել, այո, մի դեպքում գերհոգատարություն, կրկին վերահսկում է, իսկ մյուս դեպքում այդ պարտադրանքը, Եվ այստեղ շատ կարևոր բան կուզեմ ասեմ, եւ ընկերների, եւ հարաբերությունների դեպքում այսպիսի հարաբերությունները երկարատև են լինում, ինչու, որովհետև թաքնված է խնամքով։ Այո։ Ահա թե որտեղ է գաղտնիքը։ Այո։ Բայց ամեն դեպքում երբ հասկանում ենք, որ սա դուր չի գալիս մյուս խնամվող կողմին, ինչպես բարձրաձայնել, որպեսզի ամեն դեպքում չնեղացնել, չվիրավորել ընկերոջը եւ պահպանել այդ փոխհարաբերությունները, բայց փորձել ավելի կարգապահական որևէ նորմեր սահմանել, թե որտեղ է վերջանում խնամքը եւ որտեղ է սկսվում ազատ անսահման ընկերությունը։ Որտեղ արդեն դիմացինի փոխարեն որոշում են, ինչպես արդեն նշեցի, ցանկությունները, զգացողությունները հաշվի չի առնվում եւ պայման կա, այսինքն միշտ դիմացինի զգացողություններն է կարևորվում եւ այստեղ այս հարաբերությունում, եթե երկարատև է լինում, մարդու մոտ լինում է անտարբերություն։ Օրինակ կին տղամարդ հարաբերության դեպքում ներքուստ արդեն տվյալ մարդը հեռվանում է, բայց արտաքուստ հարաբերությունները շարունակվում են։ Չի կարող սա չզգացվել, լինում է ներքին հյուծվածություն։ Ինչու եմ ասում ներքին, որովհետև ֆիզիկական այդքան ջանք չի գործադրվում, բայց մարդը արդեն հյուծված է։ Կարծիքներ հայտնելուց ինքը ամեն ինչից խուսափում է, որտեղ իր տեղը որոշում են, հա, եւ սրանք ցուցիչներ են, որ զգացողությունը լավը չէ։ Ի վերջո, սերը պետք է տա լավ զգացողություն։ Մենք շատ հաճախ սիրում ենք հատկապես երեխաներին ասել, օրինակ, մեր երեխան շատ լավ է սովորում դպրոցում եւ մենք սիրում ենք նրան։ Մեր երեխան շատ կարգապահ է եւ մենք սիրում ենք նրան։ Երբ, ինչպես ու որտեղից սկսենք սիրել առանց պատճառների։ Սիրել առանց պայմանների, այո, պայման կա այստեղ, եթե երեխան լավ է սովորում, ապա սիրում եմ, ստացվում է, եթե լավ չի սովորում, ապա չենք սիրում, հա, այո, այստեղ շատ կարծրատիպային, հա, մտածողություն եւ ես չեմ ասում դիտմամբ են անում ծնողները, բայց տալ այդ բացարձակ սերը։
Երեխաների հետ փոխհարաբերություններում մենք խոսեցինք ծնողները ինչպես պետք է վարվեն, բայց հաճախ նաև այդ չափազանց հոգատարությունը նկատում ենք ավագ երեխայի կողմից, ավելի կրտսեր երեխային, որովհետև հենց ընտանիքում էլ սովորեցնում են դու պատասխանատու ես, նա փոքրիկ է, պետք է ուշադիր լինել։ Արդյոք սա ճիշտ վարքագծային դրսևորում է ծնողների կողմից փոքր երեխայի ուսերին դնել պատասխանատվության այդպիսի մեծ ծանր բեռ, որպեսզի նա կրի բոլոր պարտականությունները փոքր եղբոր կամ քրոջ փոխարեն։ Նայեք, շատ կարևոր բան եք ասում պատասխանատվություն, հա, արժեք է, բայց ճիշտ ու սխալ չկա, չափի խնդիր է, հա, եւ ծնողի դերը չտալ ավակ երեխային, այո, այստեղ է այդ նուրբ սահմանը, ինքը եղբայր է կամ քույր է եւ այդ պատասխանատվությունը այդ չափով պետք է լինի, ամեն դեպքում ծնող չէ։ Հիշենք, որ հատկապես ամանորին ավելի շատ պետք է սիրել իրար եւ որտեղից ինչ քայլերով սկսենք մեր հոգատարությունը ցույց տալ մեր սիրելի մարդկանց։ Եթե ինչ-ինչ պատճառներով մինչ այս թերացել ենք կամ նրանք չեն նկատել դա։ Ես շատ կուզեմ ասել, որ սերը ինքներս մեր հանդեպ հիմնական այն պայմանն է, որից հետո մենք սկսում ենք սիրել աշխարհին, մարդկանց։ Շատ ասեք իրար, որ սիրում եք, բառերով, ժեստերով, հայացքով, ես քեզ սիրում եմ։ Այնալի է, շնորհակալություն։ Եվ վերջապես հիշենք, որ իսկապես խոսքը մեծ ուժ ունի, որը մենք շարունակում ենք հավատալ, որ երկնքից մեծ էներգիա է ստանում եւ ել ավելի է մեծացնում սիրո այդ չափաբաժինը։ Սիրեք իրար շատ, խոսեք դրա մասին, իսկ եթե ձեր փոխհարաբերություններում այս կամ այն հայտնվել է որոշ խնդիրներ, կրկին խոսեք, իսկ եթե չեք կարողանում լուծել ինքնուրույն, ապա մասնագետները սրտաբաց սիրով լի սպասում են ձեզ։ Շնորհակալություն Լիլիթ, առավոտը մեզ հետ սկսելու եւ այս խորհուրդներով մեր հեռուստադիտողներին հետաքրքիր տեսակետներ հայտնելու համար։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առած ելի հեռուստադիտողներ։